Ողջույն սիրելի հայրենակիցներ, չկարողացա չարձագանքել Հովհանավանքում տեղի ունեցող գործընթացներին, որ ըստ էության տարբեր գնահատականներ բնականաբար արդեն ստանում է եւ կստանա, բայց ուզում եմ իրավաբանորեն, իրավական տեսանկյունից արձագանքել գործընթացին եւ այն կոչել ոչ լեգիտիմ քահանայի կողմից իրականացված ոչ լեգիտիմ ծես։ Նախ ուզում եմ սահմանադրության հետեւյալ դրույթին անդրադառնանք, 18-րդ հոդվածն ասում է Հայաստանից առաքելական ասում է Հայաստանի Հանրապետություն ճանաչում է Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում եւ այլն եւ հոդվածը կարող եք կարդալ։ Այսինքն եկեղեցին ունի բացառիկ իրավունքներ եւ բացառիկ դերակատարություն։ Եկեղեցու այդ բացառիկ իրավունքները պետք է հարգվեն առաջին հերթին պետական մարմինների կողմից։ Արձանագրում է հետեւյալն, որ սահմանադրության մեջ արձանագրված ցանկացած իրավունք դա ստեղծում է պարտականություն իշխանությունների համար, տվյալ պահին տվյալ գործադիր իշխանության համար։ Հիմա ինչա տեղի ունենում սիրելի հայրենակիցներ, ինչու եմ ես ասում ոչ լեգիտիմ պատարագ, ոչ լեգիտիմ քահանա։ Ամեն իշխանություն իր լեգիտիմությունը ստանում է իր լեգիտիմության աղբյուրից։ Հիմա Հայաստանի Հանրապետության վարչապետը, որ վարչապետ է, իր լեգիտիմությունը ստանում է խորհրդարանական ընտրությունների միջոցով ձևավորված խորհրդարանական մեծամասնության կողմից առաջին համարը լինելու հիմքով եւ կոչվում է Հայաստանի վարչապետ։ Հայաստանի պաշտպանության նախարարը, որը գնացել էր այդ ծեսին մասնակցում էր, նա իր լեգիտիմությունը ստանում է վարչապետի առաջարկությամբ հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվելու եւ որպես պաշտպանության նախարար երթվելու հիման վրա դառնում է լեգիտիմ ՊՆ նախարար։ Հիմա ինչ է անում վարչապետը։ Նա ասում է, որ լեգիտիմության այլ հիմքեր կան, ինքը կարա որոշի ելով է լեգիտիմ, ով չի լեգիտիմ, եւ որոշում է, որ այս քահանան լեգիտիմ է։ Ասում է, այս քահանան լեգիտիմ է, բայց քահանան լեգիտիմ չի, որովհետեւ նրա քահանայության իշխանության աղբյուրը ասում է, որ ինքը այլևս քահանա չի, որովհետեւ իրան կարգալույց են արել։ Ոնց որ նույնն պաշտպանության նախարարին ազատ են պաշտոնից, մի խումբ մարդիկ հավաքվեն, կան ասեն, չէ, ախպեր ջան, մեր պաշտպանության նախարարը Պողոսն է, եւ պետքա Պողոսը լինի պաշտպանության նախարար։ Կարող է լինել նման բան։ Սա մի հատ Պանդորայի արկղ է, որը բացում է վարչապետը։ Ես չեմ ուզում մտնել կրոնաբանական, դավանաբանական հարցերի մեջ, ինչն են պղծում, ինչ են անում, բայց իրավաբանորեն ինչա տեղի ունենում։ Իրանք գալիս են, ասում են ոստիկանությունով, բանով, քահանաներին բերման ենթարկելով, ծանուցագրեր տոլով այդ օրը այդ ժամին, այսինքն վարչական, պետական ռեսուրսը կիրառում են, խախտում են սահմանադրության համապատասխան դրույթը, որը ես համար ընթերցեցի, բերման ենթարկելով, ծանուցելով, մարդկանց մուտքը փակում են եկեղեցու առաջ եւ հստակ է, որ ադմինիստրատիվ ռեսուրս է կիրառվել, ինչու որովհետեւ ես տեսա Լոռու մարզի բազմաթիվ պաշտոնյաներ, Լոռու մարզի բժշկական կենտրոնի ներկայացուցիչներ անգամ, Տավուշի մարզի տարբեր մարդիկ հիմա կարձանագրեն էլի, ով ինչ ում է տեսել այնտեղ եւ շատ դժվար է ասել, որ գիտեք, բայց ժողովուրդը չի կարող որոշել ով է քահանա, ժողովուրդը չի կարող որոշել ով է քահանա, չի կարող որոշել ով պետքա ծեսանի։ Այդ ծեսանելու իրավունքների բացառիկ տերը Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցին է, որը ունի կանոնադրություն, ղեկավարություն, սիրում ես չես սիրում, ճանաչում ես չես ճանաչում, դա յուրաքանչյուրի խնդիրն է, այսպես ասած, եթե այդպես է, բայց գնալ ասել, որ մենք այս քահանային, որը այլևս քահանա չի, նախկին քահանա, ճանաչում ենք որպես քահանա, եւ զորով, զորբայությամբ, ոստիկանությամբ, քննիչներով գյուղը լցրած, ասենք, մարդկանց արգելելով, որ իսկական քահանաները, իսկական իրական, ասենք, հոգեվորականները ներս մտնեն, խանգարելով, ճանապարհները փակելով, ասել, որ ահա մենք արեցինք պատարագ, դե տեսակ, չհենթարկվեցինք ձեզ բան, Ժորժ ջան, այդտեղ ոչ մի լավ բան չկա։ Դա բացում է մի ճանապարհ, որ ինչ որ մի խումբ մարդիկ անդադար կարող են իրանց հրճակել ինչ որ մի բան, չունենալով լեգիտիմության հիմքեր եւ փորձեն այդ իշխանությունը կիրառել, այսինքն չունենալով այն իշխանությունը, որը պետք է ունենան, որ դա անեն, ասեն մենք դա կարող ենք անել եւ սկսեն դա անել։ Ինչ որ մի խումբ հայտնվի, ասի մենք ձևավորում ենք իշխանություն, կա վարչապետ, կա ՊՆ նախարար եւ մենք ենք իշխանությունը։ Առանց իրական իշխանության աղբյուրից սնուցվելու եւ ձևավորվելու այդ ճանապարհով։ Ես ուզում եմ իրավաբանորեն ցույց տալ, որ սա, գիտեք ինչ է, սա երկար հեռուն տանող մի հատ այլանդակություն է, որ բացարձակապես կապ չունի այնտեղ վարչապետը կաթողիկոսին ընդունում որպես կաթողիկոս թե չէ, կաթողիկոսը վարչապետին ճանաչում որպես վարչապետ թե չէ, բացարձակապես դրա հետ կապ չունի։ Այս ամեն ինչը, ինչ որ տեղի ունենում, մեր քրեական օրենսգրքով հետապնդվող արարքների մի հատ փունջ է։ Այսինքն վաղը մյուս օրը ցանկացած մի իշխանություն գալու է քրեական գործառույցելու բոլոր մասնակիցներին բռնելու է ու դատելու է, ինչու, որովհետև հենց հիմա տեղի ունենում հանցագործություններ։ Մյուս բանը, որ ուզում եմ ասել, ինչ են ասում են, բա
եկեղեցիներ կան, որ պատկանում են դեռ պետությանը, այսինքն պետության բալանսի վրա են, ոչ թե Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու։ Տվյալ պարագայում պարզվում է, որ վարչապետի հայտարարության իրականությունը չի համապատասխանում, հովանավանքը պատկանում է մայրաթորին, բայց ես ուզում եմ սրանից էլ վեր կանգնենք։ Պատկանում է, չի պատկանում։ Այդ շինությունները պատկանում են մայրաթորին, թե դեռ պետությանն են պատկանում։ Խորհրդային միության ժամանակ բոլորը խլվել են մայրաթորից։ Հետո կամաց-կամաց հետ է տրվել, ինչ որ մասը հետ է տրվել, ինչ որ մասը հետ չի տրվել։ Ժողովուրդ ջան, դա պատկանի, չպատկանի։ Վարչապետը այդտեղ զրո լիազորություններ ունի։ Բացի հուշարձանների պահպանության համատեքստը, որը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն ունի, մնացած բոլոր իմաստներով գործադիր իշխանությունը զրո լիազորություններ ունի դրա հետ կապված։ Եվ ուզում եմ ասել, որ այդ շինությունների ներսում, նրա ներսում միայն հայ առաքելական Սուրբ եկեղեցին կարող է ծեսեր մատուցել։ Եթե այդ ծեսը չի կազմակերպված, չի մատուցված առաքելական Սուրբ եկեղեցու կողմից, այդտեղ ինչ որ տեղի ունենում ապօրինություն է, ապօրինի է, լեգիտիմ չի։ Չեմ մտնում են դաշտերի, որ մեղքա դա անելը, Աստված կպատժի բան, այդ թողնում եմ մի կողմ։ Ապօրինի է, լեգիտիմ չի։ Այսինքն վարչապետը փորձում է լեգիտիմություն տալ նախկին քահանային եւ ասել ես քեզ ճանաչում եմ քահանա, ինքը չունի նման լիազորություն։ Սահմանադրությամբ, օրենքներով չունի նման լիազորություն, չի կարող նման բան անել։ Ինքը կարող է ինչ որ մեկին, որը ՊՆ-նախարար չի, բերին նշանակի ՊՆ-նախարար, դա դառնա ՊՆ-նախարար, դա կարող անի դեռ։ Բայց այն ինչ որ ինքը հիմա եկե ուզում անի, չի կարող անի, չունի այդպիսի լիազորություններ։ Հիմա այս խայտարակությունը ինչ որ տեղի ունենում։ Ես նայում եմ Facebook-յան գրառումներ, բան տեսակ, նա ցույց տվեց, որ չի ընդհարկվում կաթողիկոսի հրահանգների, ով չի ընդհարկվում, ում հրահանգ։ Բացարձակապես դրա մասին չի խոսքը գնում, ժողովուրդ։ Բացարձակապես սա ես չեմ ուզում մտնեմ այդ դաշտի, սա բարձր սա սրբապղծություն է, չի քննարկվում։ Չի քննարկվում դա, որ սրբապղծություն է։ Բայց իրավաբանորեն հարցին եկեք նայենք։ Լեգիտիմության աղբյուրը ցանկացած քահանայի գալիս է եկեղեցու կանոնակարգերով նրա քահանա օծման եւ վեհապար հայրապետի կողմից օրհնության միջոցով։ Այսինքն պետք է համապատասխան պրոցեսներ անցնի, վերջում օծվի որպես քահանա եւ օրհնվի որպես քահանա վեհապարի կողմից։ Հիմա տվյալ մարդը ասում է ես ասում է բան եմ չեմ ընդունում որ ինձ կարգալույց են արա ես շարունակում եմ լինել քահանա ու իր ասելով չի այսինքն հիմա ասենք կար Սերժ Սարգսյանը իր հաժարականից հետո ասեր ես շարունակում եմ լինել Հայաստանի վարչապետը որ մի քանի օր վարչապետ էր կամ կարա որևէ նախարար որևէ դատավոր որևէ պաշտոնատար անձ որը այլևս պաշտոնատար անձ չի չունի այն իրավական հիմքերը որ պաշտոնատար անձ շարունակի լինել ասի չէ ես շարունակում եմ լինել ու շարունակի իր միսիան կատարել ասենք մի հատ դատավոր որ էլ դատավոր չի արդարադատություն իրականացնի վեճ է լուծի մարդ դատի բան կարա նման բան լինի ուզում եմ այս հայմատությունները բան որ հասկանաք ինչ աբսուրդ է տեղի ունենում կամ այդ ասենք այդ խոսքի ազատության այդ ասենք մարդը եկեղեցում ասում է որ դու իրավունք չունես քաղաքացի է բերանը փակում են ու բանը ախրանիկները դուրս են հանում այսինքն դուք այլակարծություն եք ուզում լսեք դուք ասում եք որ դուք այլակարծներն եք ընդդեմ կաթողիկոսի բայց էլ ձեր դեմ այլակարծ այդ եք հանում այդտեղից այդ ինչ եք անում վերջը ուզում եմ մենք իրավական գնահատական ունենանք այս ամեն ինչի վերաբերյալ արձանագրումը հետեւյալն է որ վարչապետը ոչ լեգիտիմ գործընթաց է սկսել խախտելով կրոնի խղճի դավանանքի ազատությունը ոտնահարելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փորձելով իր իշխանությունը սահմանազանցել եւ մտնել այլ իշխանության դաշտ հոգեվոր որը ունի բացառիկ իրավունքներ սահմանադրությամբ եւ դրանով իսկ նրանք հանցագործություններ են անում եւ դրա համար նրանք պատժվելու են եւ արձանագրում ենք որ ինչ որ տեղի ունեցել ոչ լեգիտիմ է եւ ոչ լեգիտիմ process կազմակերպողը նույնպես ինքը կարող է դառնալ ոչ լեգիտիմ եւ ինքը նույնպես համարվել ոչ լեգիտիմ որովհետեւ իր լեգիտիմությունը ունի սահմաններ չափ եւ այդ սահմանների անցումը որպես հանցագործություն այդ հիմքով կարող է բերել իր ոչ լեգիտիմության սա է ուզում ես ասեմ եւ ահավոր օրեր ենք ապրում Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը լավ մնացեք